Հայցվորներից մեկի Ֆելիքս Սարգսյանի մահվան պատճառով վերջինիս կողմից նոր լիազոր ներկայացուցիչ նշանակելու հարցը դատարանն ու հայցվորների շահերի պաշտպանը երկար քննարկեցին եւ այդպես էլ լուծում չգտնելով որոշեցին հայցվոր Ֆելիքս Սարգսյանի մասով գործը կասեցնել, մինչեւ հարցի լուծման համար սահմանված 6 ամսյա ժամկետի լրանալը։ Այսօրվա դատականիստին չէր ներկայացել գործով երրորդ կողմ ճանաչված տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչը, ինչի պատճառով էլ հայցվոր կողմը միջնորդեց չշարունակել նիստը եւ պարտադրել կողմին հաջորդ նիստին անպայման ապահովել իր մասնակցությունը։ Ես գտնում եմ, որ դատարանական իրավասություն նիստ հետաձգելու եւ պարտադրելու որպես մասնակիցական եւ ես դիրքորոշումը հայտնել։ Թե ինչպես է պատահել, որ պետականացեվականների հաշվեկշիչ օրեր է եւ իրենք այդ մասին հետեւողական չեն եւ շարունակված չեն այսօր վերաբերում այդ գործը վերականգնելու։ Այս ուզեմ իմանալ իրենց դիրքորոշումը թե Երեք մեր կողմից վիճակող 350 քառակուսի գոյով դատոսման իրավունքի վստահությունն է, սակայն հաշվեկշռային առումով որպես տեր հանդես է գալիս ինքը։ Ինչու է խոսել եւ ինչու տեր չի գնում վերականգնելու համար։ Գուցե միտում կա, գուցե պատահական։ Միտում կամ պատահականություն ըստ էության դատավորը չտեսավ երրորդ կողմի բացակայության եւ կատարած գործողությունների մեջ, ուստի լսելով մյուս կողմերին եւս որոշեց նիստը շարունակել։ Սակայն փաստաբան Սուսաննա Մխիթարյանը գործի վարույթը կասեցնելու մեկ այլ միջնորդություն էլ ուներ։ Նա դատարանին ներկայացրեց մի փաստաթուղթ, համաձայն որի հայցվորների բողոքների հիման վրա գործի նախաքննություն նշանակելուց հետո սույն գործի նախաքննական նյութերով տարվում է քննություն։ Ճշտելու Հինկերտան քրեական գործ հարուցելու թե ոչ, ճշտելու, որ արդյոք կրիմինալ չկա Մասվեդարանի կողմից տրված երկու հավասարական փաստաթղթերի միջև։ Այն մասին, որ մեկը տրվել է, որին հաշվեկշռում կդում է 3013 քառակուսի, մյուսը տրվել է, որ Մասվեդարանի հաշվեկշռում կդում է 250 քառակուսի։ Հենց որի հիման վրա է գրացվել է այն վարչական ակտը, որը այսօր վիճակվում է մեր կողմից։ Ասվածը հիմնավորելու համար իրավապաշտպանը դատարանին հանձնեց Շիրակի մարզի քննչական բաժնից իր փաստաբանական հարցմանն ի պատասխան ստացված գրությունն այն մասին, որ Ղրիմյան հայրիկ 59 շենքի 5 բնակարանների բնակիչների դիմումների հիման վրա նախապատրաստվում են նյութեր։ Սա էլ հիմքեր է տալիս միջնորդելու գործի վարույթը կասեցնել մինչև քննչական բաժնի սույն գործի կապակցությամբ վերջնական ակտի կայացումը։ Հանգամանք, որը ուղղակի կապ ունի սույն օբյեկտիվ լուծման հետ եւ վարչական դատավարության օրենսգրքի 104 հոդվածի համաձայն խնդրում եմ կասեցնել նկատի ունենալով այն հանգամանքը, որ այլ քննություն է տարվում այս կապակցությամբ եւ հատկապես հագասական տեղեկանք Մասվեդարանի կողմից տրված հագասական տեղեկանքների վերաբերյալ գույքի հաշվեկշռային չափի կապակցությամբ բացատրություններ են տվել Մասվեդարանի բարձրաստիճան անձիկ եւ վերջնական ակտի կայացումը ուղղակի կապ ունի սույն վեճի լուծման հետ։ Գործի վարույթը կասեցնելու հիմքեր դատարանը չտեսավ դարձյալ, բայց քանի որ քննչական բաժնում տարվում է նախաքննություն գործի նյութերում պարզաբանումներ մտցնելու համար, նիստը նախագահող դատավորը որոշեց դատաքննությունը ոչ թե կասեցնել, այլ հետաձգել մինչև քննչական բաժնի վերջնական ակտի կայացումը։ Մարինե Տերբինյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։